ուրեմն առաջինը որ կուզեմ արձանագրել, այն է, որ այս այցերի փոխադարձ այցերը որ տեղի ունեցան, սկզբից մեր ադրբեջանցի գործընկերները եկան Հայաստան, հիմա մենք այցելեցինք Ադրբեջան, սա դարձավ այլևս նախաձեռնություն, նախաձեռնությունը կոչվում է խաղաղության կամուրջ նախաձեռնություն եւ մեր նպատակն է այցերը շարունակական լինեն, այսինքն սա ոչ թե մեկ անգամյա ակցիա լինելու, այլ սա լինելու է շարունակական ֆորմատ, լինելու են թե Հայաստան այլ այցեր ադրբեջանացի փորձագետների եւ քաղաքասարակության ներկայացուցիչների, թե Ադրբեջան այցեր Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչների եւ փորձագետների։ Ինչպես տեղյակ եք, սա պատասխան այցներ, որ տեղի էր ունեցել մեկ ամիս առաջ ադրբեջանական այցինի պատասխան։ Ես համացանցում տեսա, որ բավականին ակտիվ քննարկում էին որոշ տեխնիկական մանրամասներ այցի, մասնավորի այնտեղ ինքնաթիռով գնալը։ Սրա վերաբերյալ միանգամից մի քանի մեկնաբանություն եմ ուզում անել։ Ուրեմն առաջին մեկնաբանությունը այն է, որ ամեն ինչը արվել է փոխադարձության սկզբունքով, այսինքն ինչպես որ ադրբեջանական կողմից են ներկա գտնվել Հայաստանում եւ եկել են Հայաստան ուղիղ չվերթով ինքնաթիռով, նույն ուրեմն որոշումը կայացվել է իրականացնել նաեւ հայկական կողմից, սա առաջինը։ Երկրորդը ես ուզում եմ նշեմ, որ երևի բոլոր գործընկերների համար կասեմ, որ սա չափազանց պարտավորեցնող է նաեւ մեզ, երբ որ ուրեմն նման քանակությամբ ռեսուրսներ են ներդրվում այս միջոցառումների մեջ։ Եվ երրորդ բանը, որ կուզեմ ասել այս թեմայով, մենք աշխատում ենք եւ աշխատելու ենք նաեւ այլ ռեսուրսներ ներգրավել այս նախաձեռնությունները իրականացնելու մեջ, ոչ միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացումներ որպես լինեն, այլ նաեւ միջազգային գործընկերներից, միջազգային կազմակերպություններից, որպեսզի հարկատուների հաշվին տեղի ունեցող միջոցառումների բեռը թեթևացնենք, այսպես ասել։ Դա ինքնաթիռ հետ կապված, նաեւ նկատեցի բավականին մեծ հարցեր անվտանգության հետ կապված մտահոգությունները, ինչպես որ Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում պատկան մարմինները ներգրաված էին այցի կազմակերպման եւ անվտանգության ապահովման մեջ, այդ առումով պետք է ասեմ, որ մենք հարցրել ենք իհարկե մեր ադրբեջանցի գործընկերներին, իրենք ինչպես են իրենց կողմ Երևանում եւ իրենք պատասխանել են բավականին անվտանգ, նույնը կարող եմ ասել նաեւ մեր մասով ուրեմն անվտանգության վերաբերյալ։ Ուրեմն ինչպես նշեցի, այցերը շարունակվելու են, այսինքն լինելու են թե հայկական պատվիրակություններ Ադրբեջանում, թե ադրբեջանական պատվիրակություններ Հայաստանում։ Մի քանի ուղերձ, որ մեր հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնականի հետ ինքը խնդրել է, որպեսզի մենք փոխանցենք Հայաստանի հասարակությանը։ Առաջինը այն է, որ ուրեմն պատերազմը ավարտվել է, Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա, որ կոնֆլիկտը ավարտվել է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը իրենց համար ավարտված է, որ իրենք ուզում են այս չպատերազմ վիճակից կառուցեն խաղաղություն եւ գնան դեպի խաղաղություն եւ իրենց համար չափազանց կարեւոր է այս մեսեջը մեր միջոցով, ինչպես իրենք նշեցին, փոխանցել Հայաստանի հասարակությանը, որ իրենք ցանկանում են Հայաստանի հետ համապարփակ եւ երկարաժամկետ խաղաղություն կառուցել ու պատրաստ են այդ ճանապարհով գնալ առաջ եւ որ երևի թե նաեւ չափազանց նորից կարեւոր է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի։ Սրանք այն բառացի ուղիղ մեսեջներն են, որոնք ինչպես նշեցի, Ադրբեջանի նախագահի օգնականը մեզ խնդրել էր փոխանցել Հայաստանի հասարակությանը։ Ես ուզում եմ նաև մի քանի մեկնաբանություն անել այն արձագանքների հետ կապված, որոնք մենք տեսնում ենք թե Հայաստանում իրականում, թե որոշ չափով նաև Ադրբեջանում։ Դա բարկությունն է, չվստահությունն է, նեղսերտվածությունն է եւ այլն, ինչը բավականին բնական է մեր գնահատմամբ 35 տարվա նման մակարդակի, նման խորության թշնամանքից, ատելությունից, դեհումանիզացիայից, ապա մարդկայնացումից հետո երևի հայ-ադրբեջանական կոնֆլիկտը միակ կոնֆլիկտը չէ, որտեղ այս ֆենոմենները տեղի ունեցել, բայց ինքը իր ատելության մակարդակով եւ թշնամանքի գեներացման մակարդակով ինչ որ չափով նաեւ այո ունիկալ կոնֆլիկտ է եւ մեզ շատ մեծ աշխատանք է սպասում այդ հարցերը լուծելու եւ այդ զգացողությունները հաղթահարելու ուղղությամբ։ Նորից եմ ուզում կրկնել, սա ընդ որում երկկողմանի ֆենոմեն է։ Ես ուզում եմ այսպեսի բան ասել, որ երբ որ ադրբեջանցի փորձագետներն ու քաղաքասարակության ներկայացուցիչներն էին Հայաստանում, մենք տեսանք իրենց նկատմամբ, այսպես իրենց նախկին հայտարարությունների, իրենց նախկին ելույթների, իրենց նախկին գործողությունների վերհանում եւ դրանց հրապարակայնացում ասում, այս մարդիկ են խաղաղության կառուցողը։ Ես ուզում եմ ասել, որ նույն բան եղավ նաեւ մեր հանդեպ Ադրբեջանում, այսինքն երբ որ մեր նախկին հայտարարությունները, պատերազմի օրերին արած հայտարարությունները, պատերազմի օրերին արած գործողություններն էին, այսպես տարբեր ադրբեջանական լրատվականներով եւ տելեգրամ ալիքներով շրջանառում, ասում, այս մարդիկ են եկել մեր այդ խաղաղություն կառուցելու։ Ու սա գիտեք բնական ֆենոմեն է։ Հիմա ոչ մեկ, ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում երկնքից չի իջե, որպեսզի այսպես նոր խաղաղություն սկսի կառուցել կամ ոչ մեկ ի սկզբանե եկեք անկեղծ խոսենք, էլի, այտենց ամբողջությամբ այդ գծի մեջ
մի քանի հոգու բացառություն երևի հաշված չի եղել։ Այնպես որ ակնկալել, որ լինելու են մարդիկ, ովքեր որ միշտ խոսել են եւ միայն խոսել են հայ-ադրբեջանական խաղաղության կարգավորման մասին, երևի թե միամտություն է եւ այո, ցանկության դեպքում երկու կողմերն էլ դա կարող են գտնել, դա կարող են բարձրաձայնել, հրապարակայնացնել եւ որպես խոչընդոտ ներկայացնել։ Բայց այս առումով ես կարծում եմ, որ մենք հիմա ունենք հնարավորություն։ Այդ հնարավորությունը եւ եթե դուք նկատել եք մեր բոլոր մամլո հաղորդագրությունների մեջ մենք հղում ենք անում օգոստոսի 8-ին եւ Միացյալ Նահանգներում ստորագրված հռչակագրերին եւ պայմանավորվածություններին։ Այդ հնարավորությունը կարմիր գիծ քաշելն է եւ այդ կարմիր գծից այն կողմ աշխատելն է։ Այսինքն եթե մենք հիմա հավերժ գնանք հետ, գնանք անցյալ, գնանք պատմության մեջ, ով երբ ինչ ասել, ով երբ ինչ արել, ով երբ ոնց է վարվել, դա մեր գնահատմամբ ուղղակի ճանապարհ է դեպի ոչ միտեղ եւ այս առումով ես պետք է արձանագրեմ, որ նաեւ կա որոշակի փոխհմբռնում մեր ադրբեջանցի գործընկերների հետ այս թեմայի վերաբերյալ։ Ես ուզում եմ նաեւ արձանագրել, որ առնվազն իմ գնահատմամբ այս թեմայի շուրջ կա լուր մեծամասնություն Հայաստանում, որը որ առանձնապես չի արձագանքում կամ ոչ նեգատիվ, ոչ դրական, այսպես սուր էմոցիաներ չի արտահայտում եւ կա բավականին բարձրաձայն փոքրամասնություն, որը որ հերվից հատկապես երևում է իբրև թե այսպես հասարակական ընդվզում այս թեմայի շուրջ։ Երկու մեկնաբանություն էլ քաղաքական դաշտում տեղ գտած ուրեմն արձագանքների վերաբերյալ ես ուզում եմ արձանագրել, որ այն էմոցիոնալ ֆոնը, որը որ ես նկարագրեցի, որ Հայաստանում կա այդ ուրեմն բարկացվածությունը, նեղսերտվածությունը, անվստահությունը, ինչ որ չափով վախը, ես նկատում եմ, որ Հայաստանի քաղաքական դաշտում տարբեր գործիչներ փորձում են ամեն կերպ կապիտալիզացնել, ամեն կերպ օգտագործել իրենց քաղաքական նպատակների իրականացման գործում, ինչը իմ կարծիքով բավականին զազրելի երևույթ է։ Ես նաև այսպիսի մի բան եմ ուզում ասել, սա արդեն իմ անձնական կարծիքն է, գործընկերների անունից չեմ ասում։ Իմ կարծիքով Հայաստանի քաղաքական դաշտում այս պայմանությամբ ով որ դեմ է խոսում հայ-ադրբեջանական կարգավորմանը եւ հայ-թուրքական կարգավորմանը, կամ ուղղակի օտարերկրյա գործակալ է, սրիկա է, կամ ուրեմն ապաքաղաքական ապուշ է, որը որ չի հասկանում թե ինքը ինչ է խոսում։ Ես այլ տարբերակ Հայաստանի քաղաքական դաշտում բացատրելու մարդկանց դեմ լինելը հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգավորմանը պարզապես չեմ տեսնում։ Եվ վերջին երկու խոսքը որ կուզեմ ասել թեմայով, հետո կխնդրեմ Տիկին Սուլթանյանը կշարունակի իր բացման խոսքը։ Առաջինը, գիտեք, ես կարծում եմ, որ սովետական միության փլուզումից ի վեր երկու հասարակությունները ունեցել են միայն պատերազմի եւ միայն կոնֆլիկտի փորձառություն եւ մեծ աշխատանք է սպասում համակեցություն ձևավորելու եւ համակեցության որոշակի միջավայր ձևավորելու ճանապարհին եւ հավելեմ սրան, որ նաեւ հենց սովետական միության տարիներին դա իրական համակեցություն եւ իրական բարիդրացիություն չի եղել, որտեղ այդ եղել է կենտրոնի միջոցով կառուցված հարաբերություններ։ Երբ որ մենք իրար հետ հարաբերությունները կառուցել ենք Մոսկվայի միջոցով, մենք իրար հետ հարաբերությունները եւ հարցերը բարձրացել ենք Մոսկվայի միջոցով, եւ հենց դա էր պատճառը, որ հենց որ սովետական կայսրությունը թուլացավ, հենց միանգամից առաջացավ պատերազմը։ Այսինքն մենք մեր առջև պետք է խնդիր դնենք ընդհանրապես առաջին անգամ մեր համատեղ այս հարևանության պատմության մեջ փորձելու կառուցել առանց կենտրոն զուգահեռ հարաբերությունների մեջ ուրեմն որոշակի համակեցության կանոններ։ Եվ ամենավերջինը, անցնող 35 տարիների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ ձևավորվել է ինչ-որ չափով երկաթյա վարակույր, երբ որ իրանք ընդեղ են, մենք այնտեղ ենք եւ կա ռազմաճակատ, կա այդ առաջնակից։ Հիմա այս նախաձեռնությունը ինքը այլևս երկու անգամ այդ երկաթյա վարակույրի միջով անցել է։ Բավարար է սա խոսելու նրա մասին, որ երկաթյա վարակույրը սկսել է փլուզվել, չգիտեմ, մենք հաղթահարել ենք, ոչ, բնականաբար բավարար չի, բայց արդյոք սա քայլ է այդ ուղղությամբ, ես կարծում եմ, որ միանշանակ այո, քայլ է այդ ուղղությամբ, եւ ուզում եմ նորից կրկնել, որ մենք շարունակելու ենք մեր աշխատանքը այս ամենի ուղղությամբ։